Հրապարակը գրում է, չնայած իշխանությունները Գյումրու ընտրություններից հետո հայտարարում են, թե չեն պարտվել, քանի որ մասնակցած կուսակցությունների մեջ ամենաշատ ձայներն են ստացել 10,000-ով ավելի են ստացել, քան 21 թվականի ՏԻՄ ընտրություններում, սակայն Փաշինյանը ասում են խելքի չի գալիս այդ հարվածից։ Նաև դրանով էին պայմանավորված վերջին օրերին հիստերիկ, ոչ ադեկվատ պահվածքը, ամփիոնից գոռալ ճչալը, պարելն ու ծամածրվելը, ասում են, նա հիմա տենդագին իշխանության վարկանիշը բարձրացնելու ուղիներ է փնտրում եւ հնարավոր է առաջիկայում հնչեն բացահայտումներ, հատկապես պատերազմի պարտության նախկինների վերաբերյալ, քանի որ Գյումրուց հետո ԿՊ-ում հասկացել են, որ ոչ ասֆալտի, ոչ էլ թոշակների բարձրացման մասին հեքիաթներով մարդկանց չես խաբի, բայց մարդկանց չեն կարող բավարարել նաև թալանը հետ բերելու, նախկիններին բանտ նստեցնելու տեսարանները նրանց ուղակի չեն ներում Արցախի կորստի ու հազարավոր զոհերի համարի դեպ Գյումրու հետ կապված, թվում էր իշխանությունը վաբանկ կգնա կփորձի խլել իշխանությունը Վարդան Ղուկասյանից, բայց կասկածներ ունեն, թե ավելի շուտ Վարդան Ղուկասյանն է այս անգամ մարդագողությամբ զբաղվել ու ԿՊԱ-ական ավականու 3 անդամ իր կողմը տանելով վերջնականապես կարող է փակել Գյումրիում իշխանազավթում անելու իշխանության ախորժակը, գրում է թերթը։ Իրավունքում կարդում ենք Աժոյում Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթները ըստ ԿՊԱ-ական աղբյուրների ամենևին պահի ազդեցության պոռթկում չէին, ասում են Փաշինյանի անձնական ուշադրության ներքո սեփական հարցումներն են կազմակերպվել տարբեր մարզերում ու արդյունքների համաձայն նրան փոխանցել են թե ԿՊ-ի ու անձամբ իր վարկանիշը մեղմ ասած մեջբերում եմ ճանտրակուլի վիճակում է։ Այդ լուրը ըստ ԿՊԱ-ականների փոխանցել են Փաշինյանին նիստին գալուց առաջ ու հենց դա էր պատճառը, որ նա ցայտնոտ մեջ է ընկել։ Հրապարակում էլ կարդում ենք արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ, դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են, վրանն ապամոնտաժում մնալու են, բայց մի խումբ գործուղելու են մարզեր, որ լսեն մարզերում ապրող արցախցիների խոսքը։ Մարտի 29-ից պայքարի դուրս եկած արցախցիները սոցիալական ու քաղաքական պահանջներ են դնում, որոնք մեծ հաշվով ընդունելի չեն կառավարության համար։ Նրանց հետ բանակցող նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որի հետ մի քանի հանդիպում հետո հասկացել են, որ Հայաստանի իշխանությունների ուզածն իրենց սոցիալապես նեղելն ու արտագաղթի մղելն է, որ ազատվեն թե գլխից, թե գլխացավանքից։ Մարզային պայքարից հետո խորհուրդը իր քայլերի հաջորդականության վերաբերյալ նոր որոշում կկայացնի, ըստ ամենայնի կհայտարարվի մեծ հանրահավաքի ու հետագա պայքարի մասին։ Հրապարակը գրում է անցած ուրբաթ Կապանի Քարավան ռեստորանում Փաշինյանի հետ ճաշկերույթի մասնակիցներից ոմանք նկատել են, որ նա սնվում է բացառապես բուսական ծագման մթերքով։ Միս ու կենդանական ծագման մթերք չի ուտում, անգամ ասել է այդ մասին։ Ճաշկերույթի մասնակիցներից մեկը թերթին պատմել է, որ չնայած շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու, բայց ոչ ոք համարձակություն չի ունեցել նրանից ճշտելու։ Փաշինյանը բուսակեր է դարձել, թե պահք է պահում։ Թերթը հիշեցնում է այժմ առաքելական եկեղեցով սահմանված պահոց շրջանն է, որը կավարտվի շաբաթ օրը, սակայն Փաշինյանն արդեն քանի տարի է ոչ ճրագալույցի, ոչ էլ հարության պատարակներին չի մասնակցում, քանի որ խզել է կապը հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ ու անգամ տաղավար տոների պատարակներին եկեղեցի չի գնում կաթողիկոսի ու մյուս բարձրաստիճան հոգևորականների ինադու։ Ժողովուրդն էլ գրում է, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս բերող ՊՊՑ աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Դեպքից ամիսներ հետո նա երկրից արտագաղթել է, չի բացառվում, որ նախաքննական մարմինը հիմք ընդունի այս հանգամանքը ու քրեական բարույթը կարճի։ Թերթը հիշեցնում է այս գործով 5 լրագրող էր դժոխք ճանաչվել։ Ժողովուրդն էլ գրում է, զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 25 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, որի համաձայն 25 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ։ Նախորդ մարտի համեմատ այս թիվը կազմել է 152,865։ 25 թվականի մարտ ամսին Հայաստանում զբոսաշրջային այցելությունների խոշոր թվեր են գրանցվել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, պետական սահմանի անցման կետով իրականացված ժամանումները մուտքերը 25 թվականի հունվար-փետրվարին կազմել են 602,115 մարդ,
իսկ մեկնումները ելքերը 606,974, փաստն այն է, որ Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս են Հայաստան, քանի որ գնացող ու եկող քաղաքացին ըստ քաղաքացիության ամենաշատը հայն է։ Հայաստան մուտք է գործել 283,771 հայ, Հայաստանից ելք է կատարել 265,763 մարդ, գրում է թերթը։